Շնորհակալություն, ցավոք հիմա հնարավոր է այդ վերականգնել, լավ, քանի որ լավ հիշում եք, ես այսպես կասեմ, տեսեք, շատ հաճախ խոսում եմ, որ այն ճանապարհը, որ հիմա կոչվում է Տրամպի ուղի, որը փաստորեն կապելու է Հայաստանի Սյունիքով կամ Զանգեզուրով, Զանգիլանի շրջանը եւ Ադրբեջանի, շնորհակալություն։ Այ խոսքը գնում է այս հատվածի մասին եւ ակնհայտ է, որ սա ընդհանրապես որևէ կապ չունի, շատ լավ քարտեզ է այդ բացատրելու համար, նոյեմբերի 9-ի 9-րդ կետի հետ, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ոչ Սյունիք կա, ոչ Զանգեզուր կա, ոչ Մեղրի կա, ոչ Զանգիլան կա, այնտեղ մի բան կա Ադրբեջանի արևմտյան շրջաններ։ Եվ հիմա տեսեք արևմտյան շրջանները Ադրբեջանի, այդ այստեղ շատ լավ է երևում, այս ամբողջ Ադրբեջանի արևմտյան շրջաններն են։ Եվ Ադրբեջանի արևմտյան շրջանների կապելը ըստ 9-րդ կետի հենց անցնում է Իջևանով, իրենց Ղազախով եւ մեր Իջևանով։ Այսինքն նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խոսում է ոչ թե այս դրա մասին, որտեղից Հայաստանը ոչինչ չի ստանալու, այլ դրա մասին, որտեղից Հայաստանը էական մեջ շահ կունենա։ Եվ ինչ է պետք։ Պետք է նորմալ բանակցող Հայաստանի պետական շահը սպասարկող մի մարդ, որը կարող է Հայաստանի անունից ասել, եկեք իրականացնենք այն, ինչ որ գրած է, եւ ոչ թե այն, ինչ որ դուք եք ուզում։ Եթե թույլ կտաք էլի համալրեմ, հա, քաղաքական բաղադրիչով, նոյեմբերի 9-ի հայտարարության բազմաթիվ կետեր իրականացված չեն։ Ռազմագերիները վերադարձված չեն, Հայաստանի ինքնիշխան տարածքները ազատված չեն, բազմաթիվ այլ դրվագներով Ադրբեջանի կողմից շարունակում է ատելության քարոզը եւ խոսել նոյեմբերի 9-ի մասին միայն 9-րդ կետի համատեքստում, ես կարծում եմ, որ առնվազն արդար եւ ազնիվ չէ, ինչ վերաբերում է այդ փաստաթղթի ապագային, հա, ինչ վերաբերում է այդ փաստաթղթի ապագային, ապա վստահ եմ Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները, որոնք վաղ թե ուշ ձևավորվելու են, համապարփակ վերլուծության պետք է ենթարկեն նախորդ իշխանությունների օրոք եւ կողմից ստեղծված ստորագրված միջազգային փաստաթղթերի ողջ փաթեթը, որոնց մի մասը մեզ հասանելի չէ, օրինակ անկեղծ խոստովանենք, դուք հարցեր եք տալիս տրիպից, մենք խոսում ենք տրիպից, բայց տրիպի մասին որևէ համապարփակ փաստաթուղթ չկա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է 99 տարվա, այսպես ասած, գործունեության ժամկետի մասին, պայմանագրում հայ-ամերիկյան գրած է երկարացումով 1 տարի, եթե չեմ սխալվում։ Ով է ստում, ասես Նիկոլը, թե Դոնալդ Տրամպը, ակնհայտ է պատասխանը, չէ, ու դա Տրամպը չի։ Կնես պարագայում մենք բազմաթիվ փաստաթղթերի կարիք ունենք, որոնք կարող են մեզ հասանելի լինել միայն իշխանափոխությունից հետո հասկանալու համար էլ ինչ է դրված Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված այս հանցավոր համակարգի մեջ որպես միջազգային պարտավորություն կամ Հայաստանի վրա մահակ։ Մենք չգիտենք դա, որովհետև Նիկոլը թաքցնում է հայ ժողովրդից ոչ միայն այդ դրվագով, այլ նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի իմաստով բազմաթիվ բանավոր խոստումներ, Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան ստորագրված փաստաթղթերը, անգամ ամենավատ փաստաթղթերը։ Սա փաստ է։ Նախընտրական ծրագրի մասին հասնելու այս առաջարկը, թե օրենսդրական նախաձեռնություն այս իշխանության։ Ես կարծում եմ այս իշխանության օրոք օրենսդրական նախաձեռնություններով այսպիսի ծավալով եւ այսպիսի շեշտադրումներով հանդես գալու անհրաժեշտություն չկա, պարզ է թե ինչպիսի ճակատագրի են արժանանում օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ազգային եւ պետական շահ են հետապնդում, հիշեցնեմ, որ ազգային ժողովում մեր խմբակցության կողմից, մյուս ընդդիմադիր խմբակցությունների կողմից մի քանի անգամ նույն ռազմագերիների հետ կապված հայտարարության փորձ է արվել, Արցախի հետ կապված պետական ազգային շահ հետապնդող փաստաթղթերը այս խորհրդարանում, կներեք խորհրդարան բառի համար, որևէ հեռանկար չունեն։ Ինչ վերաբերում է ձեր շատ հմուտ ձևակերպված այդ ենթահարցին մնացածի հետ կապված, հա 26-ի հետ կապված, շատ ուղիղ պատասխանենք, պարոն Մինասյանը, պարոն Զաքարյանը թույլ չեն տա ստել, Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմինը այդ հարցը չի քննարկել, եւ եթե այդ հարցը քննարկվի եւ որոշում կայացվի մասնակցելու ընտրություններին, ապա ոչ միայն այս պրոֆեսիոնալ մշակված
ծրագիր, այլ նաև տարբեր ոլորտներին վերաբերող պրոֆեսիոնալ մշակված ծրագրեր տեղ կգտնեն մեր նախընտրական ծրագրում, այդ եթե մասնակցության հարցը քննարկվի եւ այդպես որոշում կայացվի։ Հանրապետական կուսակցությունը ոչ միայն անտի-Նիկոլ թեզի մեջ է աշխատում, այլ նաև post-Նիկոլ, թե ինչը լինելու Նիկոլից հետո, որովհետև պատահական չէ, որ մենք մեր քննարկումը սկսեցինք այլընտրանք կա ձևակերպումով Նիկոլ Փաշինյանի քաղաքականություններին, այլընտրանք կա եւ post-Նիկոլը, Նիկոլից հետո ժամանակահատվածը լինելու է եւ հանրապետական ինտելեկտուալ քաղաքական ներուժով այդտեղ լուրջ մասնակցություն կարող է ունենալ։ Ձևաչափերը, որոշումները կգան ըստ քրոնոլոգիայի։ Այսօր մեր կանխեմ հարցը, այսօր մեր անդիմադիր գործընկերներից դաշնակցությունը նման հայտարարություն ընդունել է, մենք ֆիքսում ենք զարգացումները քաղաքական դաշտի, բայց նաև փաստում ենք, որ եթե դաշնակցությունն է հունվարի կեսին այդպիսի որոշում կայացրել, ուրեմն մենք ընդհանրապես շտապելու տեղ չունենք դեռ։ Սերժ Սարգսյանի թևավոր խոսքերից մեկը հիշում եք, դա լատինական ասացվածք է, դանդաղ շտապեք, տեստինալ եմ թե։